Իսկ ես հիմա ուզում եմ խոսել այն նյութի մասին, ինչ որ ես գիտեք քաղաքապետարանի խորհրդի թեկնածուն եմ հիմա, որտեղ ընտրությունը տեղի ունենալու հունիսի 2-ին։ Իսկ բալետը կամ քվեաթերթիկը կսկսեն տարբեր տարածքները գլենդելի ղրկել մայիս ամսում։ Եթե դուք բալետը ստանում եք, երբ որ ստանաք, մոտարապես մի 7-8 շաբաթ հետո, եթե որևէ օգնության կարիք կունենաք, կարող եք գալ այստեղ 11-10 Սոնորա փողոց, Սույթ 207, 11-10 Սոնորա 207 գլենդելում կարող եք գալ այստեղ, եթե օգնության կարիք ունեք։ Ամենայն դեպս ուշադրություն դարձրեք, ընտրությունները ով ընտրվի փոխում է վիճակը այդ քաղաքի քաղաքապետարանի խորհրդի այդ վիճակը փոխվում է կապված ով է ընտրվել։ Ուրեմն ձեր ընտրությունը պիտի կատարեք ճիշտ։ 3 աթոռներ է, որ ընտրությունը տեղի ունենում, դուք կարող եք քվեարկեք 3 հոգու համար, 2 հոգու համար կամ հենց 1 հոգու համար քվեարկեք։ Ձեր ցանկությամբ կարող եք լրացնել այդպես։ Մեկ մարդը միայն քվեարկեք, 2 մարդու քվեարկեք կամ 3 անձի քվեարկեք, այդպես տեղի ունենալու։ Ես նաև նորից կրկնում եմ, ես թեկնածուն եմ, նախկինում եղել եմ քաղաքապետարանի խորհրդի անդամ եւ քաղաքապետն եմ եղել այս քաղաքի եւ կուզեի որ դուք մտածեք այդ մասին եւ ձեր հովանավորությունը բերեք քվեարկելով ինձ։ Իսկ հիմա ուզում եմ խոսել ինչ որ Մինեսոտայում 2 հոգու ոստիկանությունը կրակեցին, սպանեցին եւ դա ցույց եմ տվել մի քիչ հետո նաեւ կտեսնեք։ Իսկ այդ նախարարը Department of Homeland Security նախարարը այդ ժամանակ երբ որ այս երկուսը սպանվել էին ոստիկանության միջոցով, ուրեմն այդ ժամանակ այս նախարարուհին արտահայտվեց այսպես արտահայտություն արեց, որ Քրիստի նոմ անունով, որ սրանք domestic terrorist-ներ են եղել, այսինքն terrorist անձնավորություններ են եղել, դրա համար ոստիկանությունը իրենց վրա կրակել է։ Սա Քրիստի նոմն եք տեսնում, որ նախարարը նախագահ Թրամփն էր իրեն նշանակել, կարևոր նախարարություն է սա, պատկերացրեք 220 բիլիոն իր բաջեթն է այս նախարարությանը, 200,000-ից ավել մարդ է աշխատում այդ նախարարության մեջ, պաշտպանության նախարարությունը իհարկե ամենամեծ թվով այնտեղ են աշխատում կամ Health and Human Services այնտեղ մեծ բաջեթ ունի, բայց ամենայն դեպս այս նախարարությունը նաև կարևոր է, կարևոր նախարարություն էր, ամենայն դեպս այսօր ինքը պետք է ելույթ ունենար, այդ ելույթից մի քանի վայրկյան առաջ ինչ որ բեմի վրա պետք է բարձրանար իր խոսքը ուղղեր հանրությանը, նախագահ Թրամփը իրեն աշխատանքից վտարեն է, fire, ուրեմն չի լինելու։ Հետո ասացին իրեն նշանակելու են, երևի պատճառը իրեն նշանակելու են մի բան, որ մինչև հիմա գոյություն չի ունեցել, այդ կազմակերպության ինքը ղեկավարն է լինելու։ Ամենայն դեպս Քրիստի նոմ իրեն հանել են աշխատանքից եւ ներկայացնի տան մեջ ինքը մեկ անձնավորության հետ նաեւ հարաբերություն է ունենում, որ ներկայացնի տան մեջ, մեկ ներկայացնի տան անդամ ասում է, ում որ տրեն է որպես այդ նախարարության երկրորդ կարևոր անձնավորություն, արդյոք դու իրեն հետ սեռային հարաբերություն ունես, հետո ինքը տարբեր բաներ ասում, հիմա ես այդ վիդեոյի միջոցով ուզում եմ ձեզ ցուցադրել։ Քրիստի նոմ տեսնում եք այդ Մինեսոտայում 2 այստեղ Alex Preddy անունով տղամարդն է, որ ոստիկանությունը, իսկ ինքը գնում էր տարբեր տեղեր, սա Rushmore, որ 4 նախկին նախագահների
արձանն եք տեսնում այդտեղ գնում էր այսպես նկարվում էր 220 միլիոն դոլար գումար էր ծախսել որ ինքը ասում էր որ դուք եթե անօրինական եք երկրից թողեք գնացեք որտեվ եթե մենք վտարենք էլ չեք կարող գաք տեսնում եք այստեղ այս սենեթերներից Republican Kennedy անունով այդ մասին իրեն հարցնում էր հարցեր տալիս որ այս վիդեոները եւ սրանք դու քեզ ներկայացնում ես վիդեոներում եւ արդյոք սա հաստատեն են այս հարցը որ դու կարող ես քեզ տարբեր ձևերով ցուցադրես որ քիչ հետո նաև կտեսնեք ուրիշ պատկերներ իրենից եւ ինքը ասում է նախագահը գիտի իսկ հենց նույն սենեթերը այս հարցաքննումներից հետո եւ հարցաքննելուց հետո այդ սենեթերը ինչ որ ցույց տվի զանգում է նախագահ Թրամփի հետ խոսում է եւ Թրամփը ասում է ես չեմ հաստատել այդպես ասում ամենայն դեպս իրեն հեռացնում են տեսնում եք դեմոկրատ ռիփաբլիկան բոլորը քննադատում են այս ինչ որ Department of Homeland Security-ին ICE immigration ոստիկանները կատարում էին ձերբակալում են սա մեկ ուրիշ կիներ սպանվել էր սա Սանդալսկի որը առաջին ընտրության ժամանակ նախագահի այդ կազմի իր ընտրության համար աշխատում էր բայց հիմա նախագահ Թրամփի համար որևէ աշխատանք չի անում եւ այս կնոջ հետ որովհետեւ ուներ հարաբերություն իրեն նշանակել էին նախարարի օգնական կամ նախարարուհու օգնական այստեղ տեսնում եք իրեն սրա մասին էր ինչ որ հիմա քիչ հետո կտեսնեք մեկ սա այդ կինն է որ հստակ ներկայացնի տան անդամ իրեն հարցնում է մարտի 3-ին որ սրային հարաբերություն ունի որովհետև նախարարության մեջ նախարարը պետք է ուրիշների հետ հարաբերություն չունենա կամ օգնականը չպիտի ունենա տեսնում եք այստեղ այս նկարներն էր որ անընդհատ ցույց էր տալիս ծիերով իր հագուստը նայեք գլխարը կնեք տեսնում մեկ ուրիշ անգամը տեսնում եք այսպես հագուստով կանգնում էր եւ պատկերներն էր ցուցադրում տեսեք այստեղ ավտոմատ հրացան ձեռքն է նկարվել է ուրիշների հետ անընդհատ այսպես տեսնում եք գլխարկով US border եւ ահա այստեղ էր որ նախագահ Թրամփը այսօր ասել է որ իրեն աշխատանքից հեռացնում են այստեղ տեսնում եք ինքը ասում է այդ կարծում եմ որ Քրիստի այսինքն շնորհակալություն է անում իրեն աշխատանքից հեռացրել բայց շնորհակալություն է անում որ Homeland Security կամ Homeland նախարարության համար աշխատանք է տարել եւ որոշ հիանալի աշխատանք է կատարել այսպես է ասում բայց ամենայն դեպս մանավանդ սահմանի վրա որ սահմանը փակել են այդ նախարարության աշխատանքի մեջ այսպես տեսեք սա վիդեոներն է որ իր մասին ասացի 220 միլիոն դոլար ծախսել էին այդ վիդեոներն էին ցույց տալիս այստեղ էր որ ասում էր երկուս մեռել միաժամանակ այս օթանավն է որ 70 միլիոն օթանավ ասել էր որ այս օթանավը օգտագործելու են կանօրինականներին այս օթանավով նաև օգտվենք եւ ինքը կօգտվի այս օթանավը տեսնում եք տեսեք ինչ luxury կամ lux օթանավը մեջը տեսեք մեծ սենյակ ունի մահճակալ կա տելևիզիոն տեսնում եք այստեղ ինչպես պիտի անօրինականներին այս օթանավով հեռացնին սա իր ընկերն է որ տեսնում եք որ իրեն հանելով նաև պիտի հեռանա ես պիտի Տաթար վերցնեմ երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ ծրագիրը իսկ ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյանն է հովանավորում փաստաբան եթե դուք վթար եք ունեցել accident եք ունեցել զանգարեք եթե accident եք ունենում այս հեռախոսահամարին զանգարեք պաստարի վրա երևացող եւ ձեր հարցեր եթե ունեք իրեն հետ խորհրդակցեք
իսկ եթե մեքենան վնաս է կրել, դուք մեղավոր չեք, եթե ակսիդենտում եք եղել, մեքենայի վնասները իրենք աշխատեն ձեզ համար վերցնել, նաև մարմնային եթե վնասներ ունեք, այդ վնասները փակելու համար, ծախսերը փակելու համար այս հեռախոսահամարին զանգարեք։ Central Avenue Pharmacy-ով անավորում է ծրագիրը գտնվում է երկու կենտրոններ ունեն Կալիֆոռնիա փողոց եւ նաեւ Sunland-ում։ Sunland-ում նոր են բացարել, մի ամիս է մոտավորապես Sunland քաղաքում է, բայց անմիջապես Թահանգայի հարևանության է։ Այսինքն մի քանի րոպե քշեք Թահանգային է, այդքան մոտիկ է Թահանգային Ֆութիլ փողոցի վրա, այնտեղ է այս տեղատունը, կարող եք գնալ այնտեղ ձեր տեղերը վերցնել կամ զանգահարեք, այստեղ հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք, իրենք տեղերը կվերեն ձեր տանը։ Երևան Post ով անավորում է ծրագիր, Երևան Post-ը եթե գնաք այդտեղ իմ անունը տակ Գրանադա Հիլզում մի փանդը ղրգեք $1.99 է։ Իսկ եթե մի ծանրոց վերցնեք, ընդամենը կպատկերացրեք $20 է, երկու առավել ծանրոց կտան, եթե իմ անուն տակ անվճար։ Այսինքն նաև Երևան Post մեքենա կահկարասիկ, եթե Հայաստան պիտի ղրգեք, խիստ գինը իջեցրեն են, տեսնում եք այստեղ, եւ նաև ասացի մեքենա կարող է կրկել սեդան $1600, $1690, $1790 SUV կարող եք ուղարկել, որևէ տեղ 2003 եւ 2004 500-ից պակաս չեք կարող գտնել։ Այցելեք Գրանադա Հիլզում, Երևան Post կամ զանգահարեք այս հեռախոսահամարին։ Շահին Թուրն է ով անավորում ծրագիրը։ Շահին Թուր ցեզ առաջարկում իրենք ծրագրերն էին դեպի Ժապոնիա, որը տեղի էր ունենում ապրիլի մեջ, բայց տեղերը բոլորը տոմսակները գնեցին, ուրեմն նոր առաջարկություն մայիսի 1-ից մինչև մայիսի 10-ը 10 օր $3690։ Սա օդանավի ծախսը, այնտեղ պետք է այցելեք տարբեր տեղեր, տարբեր քաղաքներ, բոլոր ծախսերը իրենք նկատի են առել։ 10 օր ընդամենը $3690 կարող եք Ժապոնիան տեսնել։ Ծրագիրը նաև ովանավորում է Court Furniture, ովանավորում է ծրագիրը։ Court Furniture-ը մեծ ֆուրնիչերի խանութ է, 100-ից ավել խանութ ունի, 339 նոր Central փողոցի վրա է Glendale-ում։ Իսկ Orange County-ում Yokled եւ 405 Freeway, նաև Santa Ana, San Francisco, New York, Miami, ամենտեղ խանութ ունի։ Նոր մատրես գնելիս այստեղ իրենց խանութներից մեկը այցելեք, նաև գրասեղան, սեղան, աթոռներ, եթե պիտի գնեք կվերադառնա։ Իսրայել եւ Ամերիկան հարձակումները Իրանի վրա շարունակվում է։ Իսկ Իրանը նաև հրթիռներով հակազդում է այսպես Իսրայելի վրա եւ հարևան երկրները 15 երկրներ հիմա միցե մխրճված են այս պատերազմի մեջ։ Իսկ Իսպանիան, երբ որ նախագահ Թրամփը ասում էր ուրիշ եվրոպական երկրներ նաև միանան իրեն հարձակումները Իրաքի, այսինքն Իրանի վրա, Իսպանիան ասաց մենք չենք մասնակցելու, հետո նախագահ ասերն է որոշել են կմիանան, ասել ոչ, մենք չենք միանալու։ Իսպանիան ի տարբերություն ուրիշ եվրոպական երկրներից այս վերջին ժամանակներում Ամերիկայի ճնշման տակ, որ մենք չենք կարող միայնակ միշտ ձեզ հովանավորենք, դուք պետք է ձեր պաշտպանության բաջեթը բարձրացնեք։ Այսինքն մեծամասնություն եվրոպական երկրների իրենց 5% GDP, Gross Domestic Product-ի ծախսում են որպեսզի պաշտպանության այդ իրենց երկրի։ Իսպանիան միակն է, որ 2.1% է ծախսում։ Իրենք մտածում են, մենք այդքան թվում է, որ իրենք ասում են հարկավոր չի ներքին աշխատանքների համար, եթե 5% տրամադրենք, գումար չի մնա որպես ներքին
ծառայությունները մատուցել հանրությանը։ Այսպես վիճաբանություն կա Իսպանիայի եւ նախագահ Թրամփի միջեւ։ Իսկ F-35 տեսակի ամենահզոր ռազմօթանավները եւ ավել խոշոր Ամերիկայի ամենախոշոր ռմբակոծող, այսպես օթանավը B-2 տեսակն է, այդ աշխատանքի են բերել եւ B-2 bomber, որը ռմբակոծում են Իրանը, այսպես քանի հազար կետ զարկել են կամ հարվածել են եւ ռումբ են թափել։ Պատկերացրեք, սա ուրիշ է, երբ որ ռումբ կամ հրթիռ մի տեղից գալիս է, ասում են եկի, իրենք գնում են ճիշտ այդտեղ եւ ռմբակոծում են, ամեն ինչ ռմբակոծվում է, զարմանալի դաժան վիճակ է Իրանում տեղի ունենում եւ այաթոլլահ Խամենեին, որ 1989 թվից երկիրը ղեկավարում է, երբ որ 40 ուրիշ ղեկավարների հետ, երբ որ Ամերիկա եւ Իրանը բանակցության մեջ էին, Իսրայելը հարմար է գտնում Ամերիկայի հետ, որ այդ ժողովը իրենք շաբաթներ Իրանի հետ խոսում էին, բայց այդ հարմար ժամանակը գտնում են եւ ռմբակոծում են բոլոր Իրանի բարձրագույն ղեկավարներին սպանում են։ Ես անցյալում ցույց եմ տվել ում սպանել են, ով մնացել է, ամենայն դեպս Խոմեյնի զավակին նշանակել են որպես երկրի ղեկավարը, կներեք Խամենեի զավակին նշանակել են որպես երկրի ղեկավարը, որ քիչ հետո իր պատկերը կտեսնեք։ Ամենայն դեպս ես այստեղ ռմբակոծումներ ուզում եմ ցույց տալ եւ հրթիռները ինչ որ Իրանից հեռանում է դեպի 15 միջին արևելքի երկրներում, սրանք Ամերիկայի օթանավներն էին, տեսնում եք ռազմօթանավներ, այնտեղ Ամերիկա ամենամեծ ռազմանավը Էբրահամ Լինքոն օթանավը մնում է Իրանի կողմը, իսկ մյուսը այս նոր ղեկավարն ինչ որ հանրության հետ է, տեսնում եք այստեղ Մոջթաբա Խամենեի, այս է հիմա երկրի ղեկավարը, 50 մի քանի տարեկան անձնավորությունը, սա ռազմանավերն եք տեսնում, պաշտպանության նախարարն եք տեսնում, որ ասում է սրանից հետո եւ Թրամփը նաեւ ասում է առավել են հարձակվելու, այդ տեսնում եք տարբեր տարածքներ, ասում են որ թաքցրել են իրենց զենքերը եւ այլն, իսկ օվկիանոսում բոլոր Իրանի ռազմանավերը այսպես վերացրել են, այսպես տեսնում եք պատերազմը շարունակվում է, շրջապատի երկրները նաև դժվարության մեջ են, այստեղ տեսնում եք այդ ռմբակոծումները ինչ որ տեղի է ունենում, Իսրայելում մոտարապես 11 հոգի մահացել են, սա արտգործնախարարն է Իրանի, որ այս սա որ տեսնում եք Դուբայ եւ բոլոր այդ երկրները ռմբակոծվում են, այսպես տեսնում եք, Ամերիկան իհարկե պատերազմը սկսեց նավի միջոցով, տեսնում եք, Ամերիկան պատերազմը սկսեց նախ հրթիռներով արձակվել, հետո ռազմօթանավներով այդ արձակումը կատարվում է, նախագահ Թրամփն է, որ ասում է, որ գոնե 4 շաբաթ տևելու է, մենք ավել հաջողություն ենք ունեցել, քան թե ինչ որ սպասում ենք։ Այաթոլլահ Խամենեին եք տեսնում, որ սպանվել է այս ռմբակոծումների հետևանքով։ Այսպես Իրանում տեսնում եք այդ շենքերն է, փլատակները որոշ տեղերում ժողովուրդ դուրս են եկել բողոքելու եւ ամենայն դեպս պատերազմը դեռ շարունակվում է։ Ճամփորդները, հիմա տեսնում եք այստեղ ճամփորդներն են Իսրայելի, այսինքն ամերիկացիներ, ինչ որ
հեռանում են եվրոպական երկրներից շատ թռիչքներ cancel են եղել Ամերիկան ասել է անվճար այս իրենք օթանավներ են ուղարկելու որտեղ թռիչքները 25000-ի cancel են եղել 20000 անձի ամերիկան հարմարությունը ստեղծել է որ կարողանան իրենց հետ վերադարձնեն Ամերիկա հարյուրավոր հազարավոր ամերիկացի ապրում տարբեր այդ միջին արևելքի երկրներում գնացել են որպես տուրիստ կամ աշխատում են մնայուն այդտեղ աշխատում են Սաուդի Արաբիա ուրիշ երկրներ Սուրիա եւ Հորդանան եւ այլն բոլոր այդ երկրներում բոլորին ասել են որ այդ շրջանից անպայման հեռանան Ես մի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը այս ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում որը հարց ունեք ատամի հետ լինդի հետ արյունոսություն կա լինդից պրոթեզ պիտի տեղադրեք բոլոր այդ հարցերով այցելեք Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում Բրբանքում Գլենդելի անմիջապես արևանությանը իսկ ժամադրություն վերցրեք սա հեռախոսահամարն է Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե դուք վարձակալ եք ապարտման եք վարձել կամ առանձնատուն եք վարձել պետք է մաքուր լինի բնակելի լինի եթե այդպես չի ձեզ պիտի հատուցում տան այս փաստաբանը ձեր աշխատանքը կկատարի դուք ոչինչ չեք վճարում այսինքն որևէ գումար չպիտի վճարեք եթե այդպես է այդ բնակարանը ուր որ ապրում եք զանգարեք խորհրդակցեք անվճար խորհրդակցության համար ծրագիրը նաև հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը ծանոթ ունեք North Hollywood-ում եք բնակվում Sherman Way փողոցի վրա է գտնվում սա մի ծանոթանք երկրորդ ծանոթը կես գնով կտանեն իսկ օթանավով մի փանդը $2.99 է նաև գումար կարող եք փոխանցեք այդտեղ դոկտոր Թավանցին հովանավորում է աչքի վիրահատող բժիշկ է սա տարբեր կենտրոններ ունի Գլենդելում գտնվում է այստեղ տեսնում եք Ջաքսոն փողոց եւ Կոլորադո փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում նաև իրեն կենտրոնը գտնվում է Orange County-ում որտեղ տեսնում եք այստեղ գտնվում է Քոսամեսա քաղաքում այս հեռախոսահամարն է եթե դուք Orange County-ում եք բնակվում ծրագիրը նաև հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glennox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում հեռախոսահամարը շատ հեշտ է այսպես զանգարեք ձեր տեղերը ձեր տանը բերեն կամ դուք այցելեք այնտեղ Glennox փողոցի վրա գտնվող Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը կվերադառնա Նախագահ Թրամփը ասում է, որ ինքը պետք է դեր ունենա նոր Իրանի ղեկավար ընտրելու մեջ պետք է ինքը դեր ունենա, պետք է ինքը համաձայնվի, ինչպես Վենեսուելայում, երբ որ Մադուրո իրեն երկրից վտարեցին, փոխնախագահին ինքը բանակցեց, այսինքն նախարարները բանակցեցին եւ մեկին նշանակեցին, ուրեմն Իրանում ասում են պետք է այդպես լինի, ում որ պետք է նշանակեն, պետք է ինքն էլ համաձայնվի։ Իրանի նախկին թագավորի զավակի մասին երբ հարցրին, ասաց փորձառություն չունի եւ եթե ներսից մի հոգի որ moderate կամ չափավոր անձնավորություն երկրի ղեկավար լինի, ավել հարմար կլինի։ Եթե չկարողանանք գտնենք, հետո կմտածենք նախկին թագավորի զավակի մասին արտահայտվել է Թրամփը։ Հիմա այդ անձը որ նախկին Խամենեի զավակը ինչ որ հիմա որոշված է որպես ղեկավար ցանկություն ունի բանակցություն ունենա եւ համաձայնվի ինչ որ ամերիկան ասում է այստեղ միասին նայենք տեսնեք այստեղ նախագահ Թրամփին եք տեսնում այաթոլլա Խամենեին սպանվել է արդեն իր դուստրը թորնիկը մահացել են ասում եմ մենք չենք ուզում որևէ մեկի այնտեղ այսինքն ղեկավար նշանակեն միթե այն ժամանակ կընդունենք որ
մենք հաստատենք, որ այդ անձը կարող է լինի Իրանի ղեկավարը, ասում է նախագահ Թրամփը, այսպես այս պատերազմից քաջալերված, որ ռմբակոծում են եւ Իրանը չունի կարողանա դժվարություն ստեղծի օթանավների համար ռմբակոծումներ, ասում է լրիվ Իրանի այսինքն երկինքը ազատ է, մենք ինչ ուզենք կարող ենք մտնենք, ռմբակոծենք, դուրս գանք, ասում եմ մեկ նախագահ, այսինքն ամերիկացի նախագահ 10 տարի այսպես էլի նույն խնդիրներն ունենա եւ չիմանա, որ ինչ պիտի անի այս երկրի հետ, այսինքն Իրանի հետ չիմանա ինչ է։ Պետք է մեկ անգամից հարցը լուծենք, այսինքն այդ է նպատակը Թրամփի, որը այստեղ տեսնում եք արտահայտվել է։ Սա այն վարկյանն է, որ առաջին անգամ սկսեցին ռմբակոծել, նախագահ Թրամփն է, արտգործ նախարարն է, այնտեղ աշխատակազմի ղեկավարը, այդտեղ նայում են այդ ռմբակոծումներն, ինչ որ նայում են առաջին րոպեին, երբ որ սկսին արձակվել։ Այսպես տեսնում եք 100 ժամվա ընթացքին, հիմա քիչ հետո պիտի դա ցուցադրեմ, ասում եմ Վենեսուելան տեսնում եք ինչ են կարել, բայց այս կարող է ավել լավ լինի, այսինքն ավել հաջողություն ունենանք այստեղ, քան թե Վենեսուելայում, տեսնում եք փլատակներն եք տեսնում։ Ասում եմ նախագահը ասում է, որ ոմանք ասում են, որ պատերազմը ավարտված է, բայց ասում է ինձ համար դեռ չի ավարտվել։ Ես եւ այն ժամանակ է ավարտված պատերազմը, որ ես ուզեմ, այստեղ տեսնում ենք, ասում է պատերազմը այն ժամանակ է ավարտված, որ ես ուզեմ, այն ժամանակ պատերազմը ավարտված է, ասում է նախագահ Թրամփը։ Ես հիմա պիտի խոսեմ բենզինի մասին, բենզինի գինը գիտեք արդեն թանկացել է այս պատերազմի հետևանքով, որովհետև այս Պարսից ծոցը այնտեղից նավթ տեղափոխող նավերը չեն անցնում, այդ Հորմոզ նեղուցից չեն կարողանում անցնել, որտեղ ամեն րոպե վտանգի մեջ է, դրա համար բենզինի գինը բարձրացել է, միջինը բենզինի գինի նախքան այս պատերազմը $2.97-ից 99 سنت էր Ամերիկայի միջին գինը, ես չեմ խոսում Կալիֆոռնիայի միշտ միջինից մոտավորապես մի պատկերացրեք $1.80 ավել թանկ է լինում։ Ուրեմն այս մի շաբաթվա մեջ 28 سنتով պատերազմը սկսել է շաբաթ օրվանից այս մեր ժամերով, ուրեմն այս քանի օրվա ընթացքին 28 سنت բենզինը մեկ գալոնը 28 سنت ավելացել է, միջինը $3.27 է, Կալիֆոռնիայում միջինը եկել է ասել է $5 է հասել մեզ մոտ, բայց սա Ամերիկայի բոլոր նահանգների միջինն է, ինչ որ տեսնում եք այստեղ։ Ես ուզում եմ նաև խոսել, մինչ հիմա Ամերիկան ինչ է ծախսում, օրական ինչքան է ծախսում, այս քանի օր է պատերազմը սկսել է, մոտարապես 5 օր է, հիմա այսօր ավարտում ենք 5 օր է ինչ պատերազմը սկսել է, ես ուզում եմ այստեղ ցուցադրել այս օդանավները, ռազմօդանավները, նավերը, ռազմանավերը, որ ուրեմն Իրանում տեսնում եք 13 խորքում underground հարմարությունները ինչ որ Իրանը ունի հարվածեր են եւ ասում են Ամերիկան, Իսրայելը ասում են, որ այդ կենտրոնները լրիվ վերացել են կամ վերջացել են, այսպես ռմբակոծումները տեղի ունեցել է եւ իրենք անգործածելի են դարձրել այդ տարածքները, որը կարող են պահել էին, ամբար էին արել իրենց զենքերը, օդանավները եւ այսպես են ասում։ Հիմա ծախսն եմ ուզում ձեզ ասել։ Մինչ հիմա այս քանի օրվա ընթացքին 3.7 բիլիոն ծախսել են 100 ժամվա ընթացքին, այսինքն 4 օրվա ընթացքին այդքան ծախսել են։ Օրը
դա լինում է 891 միլիոն դոլար ծախսն եղել այս պատերազմի, որ այդ զենքերը, հրթիռները, օդանավները ինչ որ օգտագործեն են բենզինը։ Հիմա ներկայացնի տան մեջ, այստեղ տեսնում եք, անձը որ պատասխանատուն է, այս կինը իրեն հարցնում է, որպեսզի ինքը կարողանա գաղափար կազմի, որ ծախսերը որոնք են այդ պատերազմի, ինքը ասում է պատասխանատուներից է Պաշտպանության նախարարությանը, ասում է, որ հետո ձեզ կուղարկեմ, բայց ամենայն դեպս տեսնում եք այդ ինչ որ ուրիշները այս ծախսերը հետևեն են եւ տեսեն են ինչպիսի է ծախսերը, որ ձեզ ասացի, օրը պատկերացրեք, միաժամանակ 6 հոգի Քուվեյթում սխալ այնտեղ մեկ սխալմամբ, այսինքն friendly fire 6 հոգի մահացել են։ Ես 4-ից այդ ցույց էի տվել, 2-ը հիմա ավելացնեն պատկերները տալիս են, որտեղ նախապես միշտ աշխատում են, այս 2-ն էր, որ չունեին նկարը, աշխատում են ընտանիքին տեղյակ պահեն, հետո ասեն ով է մահացել, որ զարմանքին չբերեն։ Այսպես տեսնում եք պատերազմը շարունակվող, Ամերիկան մինչ հիմա 6 զոհ է ունեցել, բայց իրանցիները իրեն չեն սպանել, այս պատերազմի միշտ վնասներ է հասցնում, այս friendly fire, Քուվեյթը, այսինքն հրթիռը կարծելով, որ Իրանից է գալիս հարվածել էին եւ այս զինվորականները մահացել են։ Ես պիտի դադարեցնեմ, շարունակեմ ծրագիրը, մեկ անձնավորություն, որ 3 հոգու սպանել, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, իրենք գրասենյակ գտնում եք Գլենոքս փողոցի վրա, հեռախոսն եք տեսնում, եթե ալեժի ասումով տարապում եք, այստեղ զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը, եթե որևէ գեղագիտական աշխատանք պիտի կատարեք ձեր դեմքի վրա, քթի վրա, այս զանգարեք դոկտոր Ստեփանյանին։ Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, Չոփորյանները 3-ը տեսնում եք այստեղ 3 փաստաբաններ են, եթե առաջարկում են, եթե ակսիդենտ ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 47։ Համազգային Սայադ Նովա խումբը, որ ես այստեղ հարցազրույց կատարեցի 3 իրենց հետ, այնտեղ կազմակերպել են մարտի 21-ին մեծ համերգ են կազմակերպել 100 հոգի բեմի վրա է լինելու, բարձրանալու են, այստեղ նույն Եսայանն այդտեղ լինելու, նույն Ավետիսյանը լինելու, ամենատեպս երգչախումբը, նվագախումբ բոլորը այդտեղ են լինելու համազգայինի այս տարեկան մեծ համերգին մասնակցելու են։ Հոլիվուդ պիանոն է հովանավորում ծրագիրը, ձեզ առաջարկում Հոլիվուդ պիանոն դաշնամուր, որևէ տեսակը կարող եք պատկերացնել։ 1928 թվականից Հոլիվուդ պիանոն աշխատում է եւ 600-ից ավել դաշնամուր կա, որևէ տեսակը ցանկությունը մեծ փոքր ամեն տեսակը գտնեք Հոլիվուդ պիանոն։ Ռաֆիզ Մարքետն է հովանավորում ծրագիր, Ռաֆիզ Մարքետ գտնվում է Բրբանկ քաղաքում Գլենդելի հարևանության, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու կվերադառնա։ Austin, Texas-ում ձեզ ցույց էի տվել, որ մեկ անձնավորություն, որ Սենեգալից է եկել, ու այսպես շապիկ է հագնում, վրան գրած Իրան գրված ու գնում է, կրակում է 10, այսինքն արտասահմանից եկել էր, ամերիկացի էր դարձել, ապրում էր այդ շրջանում։ Հիմա տեսնեք, ես ցույց էի տվել, հիմա այս մյուս անկյունից վիդեոներն ինչ որ ցույց են տալիս եւ ատրճանակ է վերցնում եւ հրացան է վերցնում, գնում է փողոցը, բարկանում է, կրակում է անձիքի վրա, որտեղ մահանում են 3 հոգի, 2-ը college student են լինում,
այդ շրջանի տեսնում եք այս անձնավորությունն է տեսեք այդ semi automatic weapon հզոր հրացան իր հետ տանում է ու սկսում է կրակել այստեղ տեսնում եք եւ մեկը զանգում է պոլիսին կամ որ կան օգնեն 6 հոգի վիրավորվում են 3 հոգի մահանում է ինքը 53 տարեկան է եւ իր շապիկի վրա ասացի հիմա այստեղ չի բայց շապիկի վրա Իրանի դրոշակն է լինում այդ ժամանակ երբ որ հարձակվում է այդ 3 հոգու այսպես տեսնում եք իր շապիկն եք տեսնում ես իհարկե նորից կրկնում եմ անցյալում ձեզ ցույց էի տվել բայց սա մեկ ուրիշ անկյունից նկարված է ամենայն դեպս ինքը նաև զոհ է գնում պոլիսը կրակում է իր վրա ու մահանում է այս անձնավորությունը այստեղ զոհերին եք տեսնում երկուսը քալեջի աշակերտներ են իսկ մյուսը անձը այդտեղ է լինում որ տեսնում եք այս երեքին սպաներն են իսկ ես ուզում եմ ձեզ ցույց տալ Սան Դիեգոյի գազանանոցում գիտեք փիղ են բերել այս գազանանոցը 109 տարի պատմություն ունի non-profit organization-ը ինքը 13 acres այդ տարածքը հատկացրել են այս փիղերի համար որ Աֆրիկայից բերված փիղեր են Savannah Africa տեսնում եք այսպես Սան Դիեգոում պահվում են այս փիղերը միցև են պատրաստել որ ամեն ինչը իրենց նույն environment-ը կամ նույն շրջապատը լինի իրենց համար եւ մեծ թվով մարդիկ գալիս են տեսնելու այս փիղերին մի ժամանակ 4000 donors գումար են տվել որ կարողանան գնեն բերեն Wildlife Alliance տեսնում եք այդտեղ ամենայն դեպս եթե ցանկություն ունեցաք Սան Դիեգո գնաք այս աֆրիկական փիղերին կարող եք տեսնել նախապես այս մեծ օրքա կամ այդ ցուկերը այդտեղին որ ասացին սրանց չպիտի բանդարկել այս նեղ տեղում եւ այլն վերջ-վերջո հեռացրին այդ օրքաներին եւ սրանց բերեն են իրենց տեղը ես պիտի դադարեցնեմ վերադառնամ դադարից իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարաբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե accident եք ունենում եթե դուք bankruptcy պիտի ֆայլ անեք հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում այստեղ զանգարեք ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը սա մասնակետը եթե ասում եմ վեր կա ձեր ոտի վրա թաթի վրա թաթի տակ չի լավանում զանգարեք այս հեռախոսը համարին ինչ որ տեսնում երկրաձանյակները գտնվում է Orange County-ում Commerce, Encino, Glendale Glendale-ում 616 East Glenox փողոց է գտնվում Jackpot-ն հովանավորում ծրագիրը ձեզ է առաջարկում նոր ինչ որ բերեն են մատչելի կներով կարող եք գնել տեսնում եք ինչ որ նոր շորեր հագուստներ բերված է նաև կոշիկներ եւ այլն բոլորը կգտնեք Jackpot-ում ծրագիրը հովանավորում է Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը այս ավել որ կարող եք էլեկտրականը իհարկե Անաշեից գնեք 4999 իսկ բաժանվում է որպեսզի կարողանաք դուք ամեն արանքները նաև մաքրել այսպես այստեղ է գտնվում այցելեք Jackpot ծրագիրը նաև հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը իրենք բաս ունեն մինիբաս ունեն ձեզ կտանեն այնտեղ ձեր հասակագիցների հետ կարող եք զբաղվել ու երեկոյան ձեզ հետ են վերադարձնելու կվերադառնա Կալիֆոռնիայում ընտրությունը տեղի ունենալու հունիսի 2-ին, ուր որ դուք այդ ժամանակ նախնական ընտրություն է սա։ Նախնական ընտրություն է ամեն տարածքներում, որտեղ հունիսի 2-ին դուք պետք է ընտրեք 2 հոգի նահանգապետի ընտրության համար
տեխնացուներ կան, նաև տեխնացուներ կան Կալիֆոռնիայի ներկայացնի տան անդամների, սենեթի անդամների կեսը, պետք է այնտեղ ընտրեք 80 ասեմբլի անդամներին, Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամների, Միացյալ Նահանգների սենեթի ընտրություն կա այդտեղ, ամենտեղ սա նախնական ընտրություն է, նոյեմբերին կդառնա վերջնական ընտրությունը, որ դուք պետք է տեխնացուներ կլինեն եւ հետո այն ժամանակ ընտրեք։ Իսկ Գլենդելի քաղաքապետարանի կամ դպրոցի հոգապարծության կամ քալեջի հոգապարծության ընտրությունը նախնական ընտրություն չի, այլ վերջնական է։ Հունիսին որ ընտրեք դպրոցի հոգապարծության համար, քալեջի հոգապարծության համար եւ City Council-ի անդամները ընտրելու համար դուք վերջնական ընտրությունը, ուրեմն այդ օր պետք է քվեարկության մասնակցեք ու ընտրվի անձիկ, 3 հոգի պիտի ընտրվեն։ Դուք այդ ժամանակ, երբ որ բալեթը կա, բալեթը մայիսին է գալու, դուք կարող եք ընտրեք 1 հոգու, կարող եք ընտրեք 2 հոգու, կարող եք ընտրեք 3 հոգու։ Ընտրեք նրան, որ դուք ճանաչում եք, անծանոթ անցյալ անգամ ընտրեցին մարդիկ, որ հիմա զղջում են իրենք, որովհետև բոլորը գալիս են այստեղ մի խոսքեր կասեն, որ ձեզ համար չգիտեք ինչ են անելու, շատ են ձեզ սիրում, իրենց կյանքը նվիրելու են ձեզ, իսկ որ ընտրությունը վերջացավ, էլ իրենց չեք տեսնի։ Քանի անգամ պիտի խաբվել, ուրեմն դուք ուշադիր եղեք, այդ խոսքերը ինչ որ կկան այստեղ կասեն, չեք ճանաչում, խոստումներ կտան, բոլորը գալիս են հարյուրավոր խոստումներով, իսկ ձեզ է կապված, որ ճիշտ ընտրություն անեք։ Ես այդ քաղաքապետարանի խորհրդի անդամակցության տեխնացու եմ, այն աթոռը ինչ որ ես 5 տարի, մոտավորապես 4 ամիս զբաղեցրել եմ, թե council-ի անդամ եղել, թե քաղաքապետ եմ եղել։ Եվ մեծ աշխատանք եմ կատարել այդտեղ, ես հույսով եմ, որ դուք ավել ճիշտ ընտրություն կկատարեք գալիք հունիսին համար, որը նորից կրկնում եմ քվեաթերթիկը ձեզ է գալու մայիսին։ Ուշադիր եղեք, ոչ ոքի մի կանձնեք, նրանք որ ցանկություն են կարող են կան այստեղ, մենք իրենց կօգնենք։ Պետք չունեք որևէ տեղ գնալու։ Մեր հեռախոսը համարը գիտեք 818 249 մնացածը բոլորը 9 249 մնացածը բոլորը 9 իսկ այդ հեռախոսը աշխատելու է այս շաբաթավերջին աշխատելու է այս վայրկյանից ինչ որ ձեզ հետ խոսում եմ չի աշխատում բայց երևի վաղը կամ շաբաթ օրը ամենայն դեպս երկու շաբթի օրը աշխատելու է կարող եք փորձել միշտ նոր հանդիպում